Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից մեկնելով հանգստի։ Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու։ Վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Այս պահին որևիցե բան չենք քննարկել, որևիցե բանի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն գոյություն չունի, որևիցե հարաբերություն, ես տեսա դուք վարչապետին հարցնում եք մեր հարաբերությունների մասին, ուզում եմ առիթը օգտագործեմ, ասեմ, խնդրեմ ապագայի հետ էլ կապված։ Ես քաղաքականության մեջ կամ միայն քաղաքացիական պայմանագրի շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում։ Նա թեև ակնհայտորեն նեղացած է թիմակիցներից, ամեն դեպքում այսպիսի միտք էլ հայտնեց։ Մեջբերում եմ, եթե վարչապետն ասի մի տարի ոչինչ մի արա, ես այդպես էլ կանեմ, ամենայն հավանականությամբ։ Խաղի կանոնները այդպիսին են, խոստովանեց ազգային ժողովի դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի թիմակիցները մինչև 3 շտապում էին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ, թե ազգային ժողովի նախագահը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ, հետո գրվեց, որ ոչ դառնալու է Երևանի քաղաքապետ, այնուհետև թե կարող է որևէ նախարարական պաշտոն ստանձնել։ Սակայն իրականում նա ոչ մի տեղ էլ չի գնում, հոգնած է։ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակավ տվել է այդ հարցի պատասխանը, առանց ավելնորդ սեթևեթանքի։ Հարցին, թե Ալեն Սիմոնյանը շարունակելու է իր աշխատանքը խորհրդարանում որպես պատգամավոր, օրեր առաջ Փաշինյանը հստակ հայտարարել էր. Կքննարկենք, ինքն է որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք որպես քաղաքական թիմ, տեսեք, շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա ի վերջո փորձ է, այս պահին մեր թիմում ազգային ժողովի 2 նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա եւ այլն եւ այդպես շարունակ, դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում եւ նաեւ իհարկե չի։ Այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ապագան ՔՊ-ում է ըստ էության քաղաքական կապիտալ լինելու կարգավիճակով։ Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պարզաբանում են, որ պատճառը բավականին պարզ է, քանի դեռ նա ազգային ժողովի նախագահ էր, ՔՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ աներ, բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց եւ կարողացավ դուրս թողնել գործընթացներից։ Մյուս ՔՊ-ականները ըստ այդ գնահատականների պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից եւ նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ վրեժ լուծելու համար։ Խոսվում է, որ պատգամավորներից մինչև օգնականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից եւ այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Պատգամավորներ կան, որ 5 տարվա ընթացքում երբևէ որևէ գործուղման չեն գնացել, բայց Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանն ամենուր է եղել ազգային ժողովի նախագահի կողքին։ ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնց համար Սիմոնյանն անհասանելի էր եղել։ Նրա փոքրաթիվ թիմակիցներն արգելափակել են շատ ՔՊ-ականների մուտքը ազգային ժողովի նախագահի մոտ եւ այդպես շարունակ։ ՔՊ-ում հերթով հիշում են ամեն ինչ եւ հորդորում չզարմանալ, ինչու այսպես ստացվեց։ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ զեկուցվել է եւ հետեւություններ արվել։ Անշուշտ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությունը Սիմոնյանի մայրիկի վարքագիծը, եղբոր եւ նրա կնոջ կոռուպցիոն սկանդալները չէին կարող վրիպել Փաշինյանի աչքից։ Արդյունքում այսօր Ալեն Սիմոնյանին հիմնականում կարելի է տեսնել միայն իր ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչների հետ, նախկին օգնական, այսօր խորհրդական Աշխեն Հայրապետյանի, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի եւ նրա զուգընկերոջ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերակցությամբ։ Երեկ նա արդեն խորհրդարանի սենյակ էր մտնում, հրաժեշտ տալիս աշխատակազմին։